շատ գեղեցիկ բառեր առաջ բերեցիք, նշեցիք դուք, շատ հաճելի է։ Հիմա ես կարդամ Լևոն Հախվերդյանի զրույցներ լեզվի մասին գրքից, չկան գեղեցիկ եւ տգեղ բառեր, կան իրենց տեղը դրված եւ չդրված բառեր նյութը։ Տեսնենք ինչի մասին է, շատ երկար է։ Ես մի հատվածը կկարդամ ձեզ համար, որ անցնենք մեր խրախճանքին, ածանցներին ենք այսօր անդրադառնալու ի դեպ։ Ինչ կա ավելի տհաճ, քան աղբը։ Բայց արի ու տես, որ մասնագետների համոզմամբ աղբն իբրև այդպիսին գոյություն չունի, այլ գոյություն ունի իրենց տեղը չգտած իրերի ու նյութերի կույտ, որին աղբ են ասում։ Ամեն օր մենք աղբ ենք թափում, դրա մեջ ինչքան ասես թուղթ, ուտելիքի մնացորդներ, դժբախտաբար նաև հաց, բայց չէ որ առանձնացվելու դեպքում դենացվող թուղթը կդառնա մաքուր նյութերը, պարարտանյութ, թափվող հացը անասնակեր։ Այդպես էլ մնացած ամեն ինչ, առանց բացառության, եւ իհարկե, այդպես էլ պիտի արվի, ինչպես արվում է կարգին երկրներում, բայց մեր երկրում չի արվում ու չի արվում։ Իրենց տեղը չդրված բառերի կուտակումն այլ բան չէ, քան բառակույտ, բայց հենց որ բառերը դրվում են իրենց տեղերը, ստանում են իմաստ եւ կարեւորություն։ Անճաշակ եւ գրեհիկ լինում են ոչ թե բառերը, այլ դրանց կիրառությունները։ Մեկ էլ տեսար մի տգեղ բառ, տգեղ այս դեպքում ճակերտների մեջ, դուք շարունակեք խնդրանքս է, որ կարմիր սրտիկներ եւ եռագույններ դնել զրուցարանում, ընկերներ, շնորհակալ եմ։ Տեսնեմ ուր հասա։ Ահա, մեկ էլ տեսար մի տգեղ բառ, այնպես է գտնում իր տեղը, որ դառնում է անփոխարինելի։ Գրողներն իհարկե ճշմարիտ գրողները այդ գործի վարպետներն են։ Կարելի է նույնիսկ ասել, գրողի վարպետությունը չափվում է բառն իր տեղը դնելու հմտությամբ։ Ինչ կասեք, տգեղ է զռ բառը։ Կարծես թե այո։ Այդ դեպքում լսենք Թումանյանին։ Մի գյուղացի իրենց գյուղում խանութ սարքել բան էր ծախում։ Օրվան մի օր մոտիկ գյուղից մահակն ուսին շունն ետևից ներս է մտնում մի զռ չոբան։ Բարի օր քեզ, այ խանութպան։ Ինչպես ստույգ եւ միանգամից այս զռ մակդիրը մեզ պատկերացում է տալիս կերպարի մասին, արտահայտում նրա էությունը, դատելով դեպքերի հետագա զարգացումից։ Եթե այդպես է, այլևս ինչ տգեղ։ Գուցեև ասեն, դե Թումանյանի լեզվին ժողովրդական դարձվածքները, բարբառային բառերը հատուկ են առհասարակ։ Լավ, դառնանք ուրեմն բյուրեղյա մաքրության լեզվի վարպետ Վահան Տերյանին։ Առանձին առնված, եթե համեմատելու լինենք հովիվ եւ չոբան բառերը, իսկույն կասենք առաջինն ավելի գեղեցիկ բառ է, քան երկրորդը, որ կոպիտ է եւ մանավանդ օտարամուտ։ Հիմա լսենք Տերյանին։ Լինեի չոբան սարերում հեռու, գայիր անցնեիր վրանիս մոտով, իրար նայեինք անուշ կարոտով, քնքուշ ժպտայինք հանկարծ իրարու։ Հիմա փորձենք այստեղ չոբան տգեղ բառը փոխարինել հովիվ գեղեցիկ բառով։ Կլինի, ինչու՞ չէ, մանավանդ որ երկուսն էլ երկվանկանի բառեր են, բանաստեղծության չափը չի խախտվի։ Ճիշտ է, չափը չի խախտվի, բայց Տերյանի մտահղացումը կխախտվի, այլապես նա ինքը կարող էր այդպես վարվել։ Ինչու՞, միթե հովիվն ու չոբանը նույնը չեն։ Շատ գեղեցիկ է իրականում այս նյութը։ Իհարկե երկար, կարելի է կարդալ։ Շատ հետաքրքիր օրինակներով է ամեն ինչ այստեղ։ Ամեն դեպքում խնայենք մեր ժամանակը, որպեսզի հասցնենք անդրադառնալ ածականներին, սիրելիներ ջան։ Մենք ունենք ընդամենը 1 ժամ։ Ոնց եք, տրամադրությունն ինչպես է։ Կիման արդեն կիսատ է գրում, հիան, հասկացեք, ով ինչ ուզում է թող հասկանա, հիան։ Արսեն ջան, 1 ժամ չէ տևելու, սիրելիս, ժամը 16:00-ին սկսել ենք եթերը, մինչև 17:30 կտևի, հիմա արդեն մեզ 1 ժամ մնաց, դա եմ ասում։ Անտիր, շատ լավ։ Փոխադարձ Նվարդ ջան, ես էլ երբ ձեզ հետ եմ, ամեն ինչ շատ լավ է։
Վարդանյան 009 ջան, նյութը կարդում էի Լևոն Հախվերդյանի «Զրույցներ լեզվի մասին» գրքից։